Երբ 1988 թվականին սկսեց շարժումը, այն ժամանակ չէինք հասկանում, որովհետև չէի գիտակցում դա ինչ է, եւ այդ շարժման հետ միասին, բոլորի հետ միասին դուրս է գալիս երեխաներով, կանչում միացում, ուզում եք միանալ Մայ Հայաստանին ու դա մեզ համար պայքարի սկիզբ էր։ 13 տարեկանից մենք միանգամից մեծանում ենք, սենց ասեմ, որովհետև 2 տարից 90-91 թվականին սկսում է պատերազմը։ Պատերազմը, որտեղ կորցնում ենք մեր դասընկերներին, մեր բոլոր գրեթե չկար ընտանիք, որտեղ չկար զոհ։ Երբ 93-94 թվականին ավարտում է պատերազմը եւ մենք հաղթանակով դուրս եկած այդ պատերազմից, մտածում ենք, թե արդեն այլ դժվարություններ չենք ունենա եւ մենք հաղթանակած ազգ ենք։ 16 թվականին նորից պատերազմը գլուխ է բարձրացնում եւ այն ժամանակ ես արդեն ամուսնացած ունեի 2 որդի, մեծ որդիս Վյաչեսլավը այն ժամանակ ծառայում էր Ջաբրայելում։ Ցավոք սրտի անցավ 3 նույն այդ պատերազմներին եւ այսօր իր 29 տարեկանում ինքը ասում է ես տեսել եմ այն, ինչ չեմ ուզում տեսնի մեր երեխաները։ 17-ին երկրորդ տղաս է ժամկետային ծառայության անցնում։ 19 թվականին 2 տղա որդիներս ավարտած մտածում ենք, թե վсё երջանիկ ենք, պիտի շարունակենք մեր կյանքը։ Այն ժամանակ ես աշխատում եմ Ստեփանակերտի քաղաքապետարանում մշակույթի երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության բաժնում, որպես առաջատար մասնագետ այն ժամանակ, հետո նշանակվեցի որպես գլխավոր մասնագետ, մեծ տղաս ծառայում էր ազգային անվտանգություն, իսկ փոքր տղաս մի քանի ամիս չէր գտնում աշխատանք, հիշում եմ եղբայրս դասավորից մտնում է այն զորամաս մեր քաղաքի մեջ ու բերում է այդ վայրենի բիլետը, ցույց է տալիս մամնա իր, ասում ես ինչ է սնայպեր, ինչ սնայպեր, ասենց ծիծաղում են ինձանով, թա լավ դե պատերազմ չի սկսեց քո տղան էլ աղբերս ասում, կատակով ենք անում, ասում հա դե բայց ես ասում եմ ասենց մի քիչ 20 թվականի հունիս ամսում ու անցնում է 3 ամիս սեպտեմբերին սկսում է պատերազմը։ Մեծ տղաս պետքա գնար աշխատանքի, այդ օրը սմենի էր, պայթունից հետո վեր թռա տեղից, ասում եմ, սլավ պատերազմա, ման լավ էլ ասում, այդի նոր ձև է ինձ արթնացնելու, թող մի 5 րոպե էլ քնեմ, արդեն որ ինքը արդեն կիսաքունջ, որ երրորդը արդեն այդ պայթունը եղավ, ինքն էլ վեր թռավ ու երկուսը մի անգամից այդ օրն եմ տեսել, ոնց են 3 րոպեում հագնվում ու որ ասում են за 2 минуты оделись вышли Ռոբայից չէի вообще ոչ զանգում էր, ոչ խոսում էր մի 7 օր։ Սլավա մի 7 օրից հետո զանգեց ու օրերով չէին զանգում։ Որպեսզի չխալագարվեմ, գնացի կամավորական աշխատանքներ կատարելու։ Հացի փուռում, դե քշեր, թե ցերեկ։ Մոտ մի 10 օրից արդեն ամեն օր Ռոբան զանգում էր։ Ռոբերտը զանգում էր, մամ ոնց ես։ Լավ եմ, մենք լավ ենք։ Սլավան խոսացել է, որտեղ իրանք շատ տարբեր տեղեր էին։ Ռոբերտը Հադրութի կողմերներ, Ֆիսուլի Հադրութ, Սլավան եղնիկներում։ Հետո եմ իմանում, որ Ռոբերտը վերավորված էր, արդեն որ ինքը ոտս լավացած բան, զանգում, ասում եմ, ուրիշ տեղից եմ լսում, ինձ քաղաքում հարցնում են Ռոբերտը ոնց է, ասում եմ լավ, ասում են արդեն լավ է, որ ասել են արդեն լավ, այստեղ եմ հասկացել, ակած սա գիտեին, ես չէի իմանում, որ ինքը ասում եմ որ լավ արի գոնե մի քանի օր ստամա ես էլ եմ գալու եմ ծանր վիրավորներ մամ ամեն ինչ լավ է մի փոքր ցարաբին է էլի sense ասма երբեք չէի նկուղ ընչնում մտածում էի որ իմ երեխաները ռումբերի տակ են ես էլ թող sense ինչ որ մի բանով ես ինձ տենց հոգիս հանգստություն էր բան ու հետաքրքիր մի բան տեղաշորում չէի պարկում Պարկում է գետնի, գոնե Ռոբերտը զանգում էր, անցամ 3 օր չի զանգում, զարմանալի իմ համար չի զանգում, զանգեց հոկտեմբերի 19-ին, Ռոբ, բալաս, ուր ես խչես զանգում 3 օրա չկաս, մամ շրջափակման մեջ ենք, բա ուր ասմա, դե որ իմանանք ուր ենք դուրս կգայինք էլի, ողջ ենք, ուղղակի
սենց է վիճակներս։ Ձերքս սենց դողոմա, չգիտեմ ինչ անեմ, դե մարեմ, բայց չգիտեմ ոնց ես իմ երեխուն օգնեմ, ուր գնամ, ոնց ում խնդրեմ, սենց ասեմ էլի։ Այդ պահին հեռախոսը դեռ ձերքիս հեռախոսում գրում է Սլավա։ Իսկ Սլավան օրերով չէր զանգում։ Ասում եմ Սլավ բալաս զանգի Ռոբին շրջապատման մեջ է։ Ման ոնց չլացես, լսում ես, գալու եմ ես մի բան անելու եմ։ Ու ասած Աննա գալիս է ու գնում է կես ճանապարհից Մարտունիից բերում է, հիշում եմ ասում է խի եմ սենց ասում իրանք 2 տարվա տարբերություն էին, բայց Սլավան միշտ հորդեր էր տանում Ռոբային, մեծ եղբայր, ընկեր, այդ օրը որ ինքը տուն ասում եմ մամ, ինչ ուզում ալինի Ռոբերտին չթողես գնա։ Թողնում է Ռոբերտին տանը, հաջորդ օրը ինքը նորից գնում, չգիտեմ որ ուղղությամբ։ Մինչ քաղաքապետարան աշխատելուց աշխատում է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ մի հատ լավ ընկերություն եք ստեղծում գոլեգաներով ու ընտանիքներով սկսում ընկերություն անել։ Մենք մի հատ լավ պարուսույց ունենք Կարեն Բարիսևիչը, որ իրար տուն էի գնում արդեն ընտանիքներով, բան։ Սենց նստած Ռոբան տունն է, Սլավան տունն է, արդեն արխային եմ, մտածում եմ, որ Կարենից ինչ-որ լուրջ չկա։ Ու նայում եմ WhatsApp-ից բան եկավ, SMS եկավ Կարենից, ասում եմ, վայ, երեխեք Կարեն, մերուկ արդեն սաղ Կարենն էլ բան գրեց, ու սենց բացում եմ, տեսնում նկարներ է ինչ-որ, զոհված տղաների նկարներ է, նայում եմ, բան չեմ խոսում ու Սլավանն ինձ ասում, ման բանա պատահել, ասում, Սլավ, մեր ֆորմաները ու թորքերը, ազերների ֆորմաները շատ են տարբերվում, տեսնում եմ, որ մեր ֆորմաններն է, բայց չեմ ֆայմում, ինչ է կատարվում, ասում, հա, բա ինչ անեմ, ինչ է եղել, ասում, Կարեն ինչ-որ նկարներ է ուղարկել, չեմ հասկանում ինչ է, ասում, թորքերի ինչ-որ ֆլագներ բան ասեց, նայեց ու ասում, ինքը հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց չի ուզում ինձ արդեն ես բան անեմ, ասում է, հայ լավ Կարենն է, ասում է, երևի տեսնես ինչ էր ուղարկել։ Մի վայրկյան չանցած сообщение է գալիս գալասավոր, հա, ձայնագրությունն ու միացնում եմ, ասում է ձայնագրությունը, Привет, Халашка, твой муж умер։ Սենց բան եմ անում, ինչ է կատարվում, Սլավանն ասում, լսեցիր ինչ ասում, հա, դուր հեռախոսոդ, ու արդեն ինքը համոզվում է, էլի, որ թորքերի ձերքին է այդ հեռախոսը, ու ինքն է մտնում կապի մեջ, մեկը ինքն է ասում, թորքերն են իրանց խոսում բան, ուստեղ հասկանում եք, որ Կարենը չկա արդեն զոհվել է, նոյեմբերի 9, երբ արդեն այդ կապիտուլյացիան ստորագրվեց, չգիտեմ, ինչ է զգում, դատարկություն է ժամանակ արդեն։ Գիտեք, մտածում եմ, որ կարող է սրանով ավարտվի, դեռ հələ ռևանշ կտանք եւ դեռ մեր այդ կորցրած հողերը հետ կբերենք։ Գիտակցում է, որ դա մեկ առնով պետք է լինի, մեր երեխաները նորից պետք է զոհվեն, բայց այդ հայրենիքի սերը, այդ հայրենիքը կորցնելը դա ահավոր դժվար է։ Շարունակում եք ապրել, ստեղծել, նորից 22 թվականին նշանակում եմ Ստեփանակերտի Կոմիտասի անվանի աշխատական դպրոցի տնօրեն։ Սեպտեմբերին սկսում ենք մեր աշխատանքը, դեկտեմբերին շրջափակումն է սկսում։ Բայց նոյեմբերին հասցնում եմ երեխաներին բերել Արտմուզիկ մրցույթ փառատոնին գրասենյակ Երևանում, երկրորդ պատվավոր տեղերով վերադառնում Ստեփանակերտ։ Այսօր որ ասում են խիչեք մտածել, խիչեք պահպանել, խիչեք պաշտպանել ձեր հայրենիքը, խիչեք, շատ խի կա, բայց երբ որ մտածում ես, որ քո երեխան անվտանգ չի ուղղակի, երբ որ երեխան մորից կամ հորից խնդրում է սովորական մի հատ կոնֆետ ու մայր չգիտի ոնց պատասխանի, որ չկա, ուղղակի չկա, չգիտես որտեղից գտնես։ Պահ է եղել վերջի շրջանում, որ իրոք հաշ չկա, որտեղ են մարդիկ։ 22-ին մենք նշանում ենք Ռոբերտիս, օգոստոսին 18-ին 23 թվականին Ռոբերտ ամուսնանում է։ Ասեցի, որ մենակ մեծացրել եմ, առաջի երեխաս եմ ամուսնացնում, ամեն ինչ պիտի անեմ, որ ամեն ինչ լավ լինի։
քաղաքապետարանում երբ աշխատում էի, մի հատ խումբ ունեինք, 5-րդ հարկի խումբ ունենք, այսօր մեր կապը պահում ենք այդ խմբի միջոցով, գրում եմ հարկի խմբում, ասում եմ երեխեք ով է ինձ կարում, ով ինչով կարող է ինձ օգնի, մեկը մի ստական պեսակ, մեկը մի հատ մարգարին, ով ինչ կարողացավ հարսանքի բրինձ ստականներով է հավաքում, հարազատներով, ընկերներով, շատ դժվարությունով այդ հարսանիքը անում ենք հոգոստոսի 18-ին, հիշում եմ երեխուս է խոսքերը, ասում եմ, որ իմանայի, որ պսակվել է լավ բենա, վաղուց կամուսնանայի, մեր բարբարով ասում էի, մեր տանը ինչով ասում, չէ ասում տանը, սենց հետաքրքիր է իմ համար, մի օր զանգում եմ, ասում եմ, ինչ կա, չկա, ինչ չունեք, ասում եմ, ունեք կարտոշկա, ասում եմ, հա, ունեք, ուզում եք հոմար բերբիրեմ, իրանք առանձնանում են, առանձին էին ապրում այդ ժամանակ, ասում եմ, չէ, հա, որտեղից է, ասում եմ, առավոտ 6-ին արթնացել եմ, գնացել եմ ոտով էինք ման գալիս, մեքենա չկա, բան չկա, 700 դրամով ասում եմ, կարտոշկա բերել, ամառն է, այն ժամանակ, որ 50-200 դրամ պետք է լինի, ասում եմ, զոռով գտել եմ, ասում եմ, 7 կիլո առել եմ, բերել տուն, ասում Ռոբ դա արդեն նորմալի ընտանիք ես կարողանում պահել, ասում հա, բաղ ասում ստեղ ասում, որ իմանայի, որ սենց ասում հետաքրքիր բաղոց կմուսնան է։ Միշտ կատակ էինք անում, սեպտեմբերի 19-ին պետքա դպրոցում տարիֆիկացիա հասնեինք, որպեսզի հոկտեմբեր ամսվան աշխատավարձը ստանայինք ու պայթուն, ասում բայ նորից, ու վազում երեխաներին, որ արդեն դասերը սկսված է, էլի դպրոցում, վազում 3-րդ հարկ, 2-րդ հարկ, երեխեքը գոռում են, լացում են, դասատուները պանիկայի մեջ, որտեվ ախր այդ դասատուին իր սեփական երեխան ունի, չգիտե, այդ երեխային նայի, թե ես էլ իմ երեխաներից եմ ուզում իմանամ ինչ կա, չկա, չեմ կարող ոչ մեկին զանգեմ, այս բանից Ռոբանա գրում, Սապշինյա գրում, մամ, ուր ես, գնա ձյանային բեր, ցավ տամ ձյանային, անընդհատ էլ բան պիտեն անում, անընդհատ այդ բանը մի վարկյան չի լռում, այդ 2 օրը էլի դաժան պատերազմ անցանք ու այդ պահերին արդեն գիտակցում ենք, որ սա վերջն է, որտեվ թուրքը արդեն համարյա մտած Ստեփանակերտում էր, լույս չկար, գազ չկար, շենքի բակերում փետի փեչեր էին դնում ու հերթով մի բան սարքում, որպեսզի տանեն իրաց տներում ուտեն։ Ինձ 4-5 օր շարունակ, հիշում եմ խոհանոցում նստած լավան հաց առոտում, ասում եմ, մամ, Աստված մեզ այս անգամ էլա չէ պահել ինձ նա Ռոբին, էլի անցանք պատերազմը նորմալ, սենց ասում եմ, Սլավ, մի ասա, էլի տենց բան, սենց քիչ ասում եմ, տենց բաներ մի ասա, ամսի 23-ին 24-ին արդեն քաղաքում տարածվեց, որ պետք է տարահանվեք։ Սլավան գալիս ասում եմ, Ռոբային ասե, Ռոբան ձյանան մի քիչ ծայրամաս էին ապրում, դրա համար արդեն իջնում էին մեր տուն, մեր տանն էին մնում, ասեց ինչ կա, Ռոբային ասա, թող մեքենան վերցնի, քեզ ու ձյանին վերցնի, գնացեք, դուք արդեն ճանապարհվեցիք, ինչ անհրաժեշտ է վերցրեք, ես պետք է մտամ ինքը նախագահականումներ, պետք է մնամ նախագահի հետ դուրս գամ։ Այս բենզինն էլ ձեզ հերիքա միջև հասնեք միջև Գորիս։ Եթե դու ամբողջ կյանքդ տուն ես դնում, չգիտես անհրաժեշտը որն է այս պահին, թե մի ցերկշոր, մի մեքենայի մեջ ինչ կարաս տաղավորես, լավ է շորը վերցրի, բա գնամ որտեղ եմ ապրելու, ինչ եմ ուտելու, պրոպիսա, էլի դալշը չգիտես արդեն ինչ ես անելու, ոնց ես ապրելու։ Հարևանը գալիս է, Ռոբ բենզին ունես, Ռոբան թե չէ, ու ես էլ դրից միասին ասում ենք, չէ, որովհետև սահմանափակ ցենց ունեն, որպեսզի հասնեք մինչև Հակարի։ Ասում հարի գնանք հայկազոր բենզին են տալիս։ Ու դուրս է գալիս, նստում ենք, ասում մի ժամ, 2 ժամ, ես էլ ցենց սպասում ենք ու այդ օրը անձրևոտ օր էր ու բաներ, գայծակներ էր անում, մի անգամ ավելի ուժեղ էս գրոխը որ կար, ես ինչ արում
Մի անգամից սոցցանցերում գրում եմ, որ պայթուն է եղել Հայկոզում։ Զանգում եմ Ռոբային, տեսնում անհասանելիա։ Այստեղ արդեն հասկանում եմ, որ երեխուս հետ մի բան ա կատարվում։ Հասնում ենք հիվանդանոց, Ռոբան վիրավոր է։ Ինքը ասում է, ես լավ եմ ինձ զգում, բան մեկ անել։ Ախորոս կինը ուշքույր է, ասում է, առաջի հերթին հարցրեցի Ռոբ, կոֆտայս ինչ գույնի է։ Ասում է, ռոզովի խի ես հարցնում Ալվին, ասում է, աչքերի դեմ է ուզում, մաման ասում, մամաս էլ է ուշքույր, իրանց են թողել, մեզ չեն թողել մտնել, ոչքիներն աստուկում ասում են, ու զանգում են ինձ, ասում են, մին անհանգստացի, Ռոբ, ամեն ինչ լավ է։ Հաջորդ օրը ուղղաթիռներով արդեն տեղափոխում էին վիրավորներին, ցավոք վերտալոտում ուղղաթիռում ինքը մահանումը չի հասցնում մինչև Երևան գա։ Սեպտեմբերի 29-ին հողավորել ենք Ռոբային եռաբլուրում։ Կարող է դացեն ասեն պայթունի զոհվածից։ Հիշում եք, սկզբից պատմում է, որ Ռոբան սնայպեր էր։ Առաջ 4-օրյա պատերազմի ժամանակ անալիքներ շատ ուներ։ Դրա համար ինքը արժանի էր, որպեսզի այսօր ննջի եռաբլուրում։ Մինչև ես մի քիչ ինձ հավաքեմ, հասկանամ, որ պետք է ապրեմ, շարունակեմ ապրել, որտեվ պարտականություն ունեի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի առջև, որը ուներ 85 տարվա պատմություն։ Այն դպրոցը, որ տարիներ շարունակ տվել է տաղանդավոր երաժիշտներ, տաղանդավոր դասատուներ, ու հավաքում եմ հիմնական աշխատակազմը եւ որոշում ենք պայքարենք, որպեսզի վերաբացենք այստեղ մեր դպրոցը։ Շարունակենք մեր գործունեությունը։ Թվով 7 համերգ ենք կազմակերպում։ Ոնց ասում են, Բլիանի դպրոցում ենք տալիս առաջի համերգը, ես այսօր էլ սրտի խորքում չեմ հավատում, որ սա վերջն է։ Ես մտածում եմ, որ մի օր կգա եւ մենք կվերադառնանք։ Միգուցե սա հեքիաթ է, չգիտեմ, կարող է, բայց սիրտս դա է ուզում։ Ուզում եմ վերադառնանք մեր հայրենիք։ Երկրորդ համերգը տվել ենք Սարաջանի դպրոցում, երրորդը Տիգրան Չուխաջյանի անվան դպրոցում ու չորրորդ մեծ համերգը կամերային երաժշտության տանը։ Շրջափակման պայմաններում այն ժամանակ հունիսի 15-ին մենք նշել ենք 85 տարին հոբելյանական ու այստեղ որոշեցի հունիսի 15-ին նույն օրը Կոմիտասի տուն-թանգարանում համարյա նույն ձև մենք կրկնել ենք մեր համերգը։ Հույս ունենք, որ մի օր կարող մեզ նկատեն եւ օգնեն, որպեսզի մենք կարողանանք մեր դպրոցի պատմությունը շարունակենք ստեղ։ Իսկ այս պահին ես այսօր որպեսզի կողս մի բանով զբաղված լինի ու բացի դրանից մենք պետք է հացի փող վաստակեմ։ Ես խոհանոցից շատ մոտիկ եմ ու միշտ իմ ընկերները ու իմ հարազատ միշտ ասում են քաղցր ձեռք ունես, համով ձեռք ունես, որ մի բան պատրաստում ես, շատ համով ես ու փոքր բիզնես եմ բացել, ժենգյալով հաց, կարկատակներ տարբեր, փախլավա, մեր ավանդական բաները, փորձում եմ մշակույթը եւ մեր ավանդականը միացնել, որպեսզի գոնե էդ էլ պահպանենք, դա էլ մեծ կարևորում եմ դա ես այսօր իմ կյանքում եւ փորձում եմ ապրել, շարունակել ապրել։